Սխալ, որը անում է ամեն երկրորդ վարորդը։ Միֆերի եւ վախի ազդեցության տակ չի փոխում փոխանցման տուփի յուղը։ Միֆ. փոխանցման տուփի յուղը լցված է ամբողջ կյանքի շահագործման համար։ Եկեք մտնենք ZTE ամենահայտնի եւ ամենահուսալի փոխանցման տուփ արտադրող ընկերության պաշտոնական էջը, այլ ոչ թե բացենք մեքենա արտադրողների հեքիաթների գիրքը։ Հենց ինքը փոխանցման տուփ արտադրողը իր էջում գրում է, որ խորհուրդ է տրվում 150,000 կիլոմետրից փոխել փոխանցման տուփի յուղը, իսկ ծանր շահագործման պայմաններում փոխել այն ավելի հաճախ։ Ծանր պայմաններ դա նշանակում է շոկ կլիմա, ավելի հաճախ դինամիկ վարելը, որից բարձրանում է յուղի ջերմաստիճանը, խցանումներով սողալը, երբ փոխանցման տուփը 1 կիլոմետր ճանապարհ անցնելուց 100 անգամ այն փոխում է առաջի, երկրորդ։ Այդ բոլորը նպաստում են յուղի որակա զրկմանը։ Դրա համար այն պետք է փոխել 80-ից 100,000 կիլոմետրը մեկ, այնուհետև ամեն 60,000 կիլոմետրից։ Նույն լոգիկայով, երբ տրված է շարժիչի յուղը պետք է փոխել 15,000 կիլոմետրը մեկ, մենք բոլորս այն փոխում ենք 7-ից 10,000 կիլոմետրը մեկ, որովհետև շահագործման պայմանները ծանր են։ Նույն լոգիկայով էլ պետք է փոխել փոխանցման տուփի յուղը։ Իսկ ինչ մնում է, որ ասում են փոխանցման տուփի յուղը փոխեցի ու այն փչացավ, դա էլ նրանից է, որ յուղը փոխում են, երբ ինքը արդեն ահավոր վատ ու կեղտոտ վիճակում է։ Քշած է 200,000 կիլոմետր եւ ավել։ Բնականաբար մաքուր լցված ամբողջական յուղը լվանում է եղած կեղտը եւ խցանում է մեխատրոնիկը։ Դրա համար երբ քշած է շատ, յուղը փոխում են կես-կես, որպեսզի խուսափեն կեղտի խցանումից։ Իսկ եթե 100,000 կիլոմետրից յուղ եք փոխելու է դեպքում այն փչացել, ուրեմն դուք ուղակի գնել եք վազքի կիլոմետրը հետ տված մեքենա եւ այնտեղ իրականում ոչ թե 100,000 կիլոմետր եք քշած, այլ 200,000 եւ ավել։ Կամ էլ մեքենան անխնա տանջել են ու դուք դրա մասին տեղյակ չեք։ Նենց որ ուղարկի այս տեսանյութը այն ընկերոջ է, որը չի ուզում փոխել փոխանցման տուփի յուղը։ Եթե ինչ, ես յուղի գործանող չեմ, այլ IT ոլորտից եմ եւ ուղակի սիրում եմ ավտոմեքենաներ։ Իսկ իմ YouTube-ում կգտնես լիքը մեքենաների տեստ դրայվեր եւ օգտակար խորհուրդներ։